Հայաստան խաղաղության շախմատ ԱՄՆ կոնգրեսի խաղաղության ակտը փորձելու է կանգնեցնել Բաքվի շախմատային անհնարին քայլերը առանց մատ հայտարարելու։ Ինչ օրենք է, ինչ ճանապարհ է անցնում եւ ինչ ակնկալ է։ Բաքվում դատախազները պահանջում են տասնյակ տարիներից մինչև ցամապատիժներ հայ ռազմագերիների համար։ Ինչու է այս հարցը մնում միջազգային ստվերում։ Վաղ առավոտյան Պայթյուն ռեստորանի մոտ Լաս Վեգասը հարց ունի, սա նախազգուշացում էր, թե անհեռատեսություն։ Վեգասի զբոսաշրջությունը նվազում է, նահանգն էլ ցանկանում է վերագործարկել դատարանը, որը մարդկանց աքսորում էր սթրիփից։ Սա աղքատության դեմ է, թե հանցագործության։ Գողացված Ֆորդը Լոս Անջելեսում ոստիկանական հետապնդում Կորեաթաունից մինչև Ռեսիդա, ինչ որ առումով զավեշտալի ավարտ։ Կառավարությունը բացվել է, բայց աշխատակիցները դեռևս ստանում են հակասական նամակներ ու սպասում վճարների։ Քրիստի Նոեմն էլ բաժանել է $10,000 պարգևավճարներ։ Թրամփը ստորագրել է ծրագիր, որը պետք է խնամակալական համակարգից դուրս եկող հազարավոր երիտասարդների ապագա կառուցի։ Առաջին տիկնոջ ոչ առաջին նախաձեռնությունը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդի։ Ողջույն սիրելի հայրենակիցներ։ US Armedia-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ մեծ սիրով ներկայացնում եմ լրատվական ընտրամի։ Հարավային Կովկասում խաղաղության որոնումն ինձ շախմատ է հիշեցնում, երբ խաղացողներից մեկը միշտ փորձում է միաժամանակ տեղաշարժել երկու խաղաքար, ինչը գիտեք հատկելված է։ ԱՄՆ կոնգրեսում ներկայացված նոր խաղաղության ակտը հենց այդ անսովոր խաղը զսպելու փորձ է։ Պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, եթե պաշտոնական Բաքուն կրկին փորձի ուժով խոսել Հայաստանի հետ, բայց հարցն էլ այն է, որ այն միայն նոր ագրեսիայի մասին է խոսում եւ անտեսում է այն, ինչ եղել է։ Այս նախաձեռնությունն արդեն իսկ մեծ արձագանք է ստացել ամերիկյան քաղաքական շրջանակներում, հայկական սփյուռքի կառույցներում եւ հայկական պետական ինստիտուտներում։ Դրա շուրջ ձևավորվում են հույսեր ու տագնապներ, ինչպես նաեւ հարցեր, արդյոք այս օրինագիծը կարող է իրականում զսպել Ադրբեջանին, թե այն պարզապես քաղաքական սիմվոլիզմ է առանց խայթող հետևանքների։ Հայաստանից մեր գործընկերն է իմի բերել մտավախություններն ու ակնկալիքները։ Կովկասյան տարածաշրջանում իսկապես կայուն եւ երկարատև խաղաղության հասնելու համար պետք է զսպել Ադրբեջանին, մասնավորապես այդ երկրի ռազմատենչությունը Հայաստանի հանդեպ։ Այսպես են մտածել ԱՄՆ հանրապետական կոնգրեսականներ Դարել Իսան եւ Գազ Բիլիրակիսը եւ համահեղինակել օրինագիծ, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի դեպքում։ Կովկասում լարվածության սրման կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծը իսկ ավելի կարճ խաղաղության ակտը նպատակ ունի կանխել Հայաստանի դեմ հետագա ագրեսիան եւ ամրապնդել Թրամփի վարչակազմի աջակցությամբ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ու եռակողմ հռչակագիրը։ Շատերը կարծում են, որ մարտական գործողությունները դադարեցնելու եւ Հայաստանի դեմ ագրեսիան կանխելու համաձայնագիրը հնարավոր չէ, բայց նախագահ Թրամփի խաղաղության օրակարգը միաժամանակ ռազմավարական եւ իրատեսական է։ Խաղաղության ակտը իրական հետևանքներ է սահմանում համաձայնագրի ցանկացած խախտման համար։ Այս օրինագիծը մեր հայ գործընկերների համար է, խթանում է ագրեսիայի համար պատասխանատվությունը եւ կենտրոնանում բանակցային կարգավորման վրա։ Հիմքում հարգանքն է ինքնիշխանության հանդեպ եւ տարածաշրջանային անվտանգության կարեւորությունը։ Global Arm ամերիկյան կազմակերպությունը, որի նպատակը Հայաստանի հզորացումն է, անմիջապես արձագանքեց կոնգրեսականների այս նախաձեռնությանը։ Կազմակերպության ղեկավար Թիմոթի Ջեմալի կարծիքով ներկայացված օրինագիծն ադրբեջանական ագրեսիան զսպելու հուսալի գործիք կարող է դառնալ։ Կարևոր է, որ օրինագիծը պահպանում է նախագահի հայեցողությունը պատժամիջոցներ կիրառելու հարցում, նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ապահովելով երկարաժամկետ հաշվետվողականություն եւ զսպում։ Արդյոք այս օրենսդրական նախաձեռնությունը կապված է այն կասկածների հետ, որ անգամ նախաստորագրված փաստաթղթով Ադրբեջանն ազնիվ չէ խաղաղության գործընթացում։ Անվստահության համար կարող են հիմք դառնալ Ադրբեջանի քայլերը։ Բաքվի բանտերում են պահվում հայ ռազմագերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Ալիևը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու ծրագրերով ավելացնում է ռազմական բյուջեն, կասկածի տակ առնում հայերի ծագումն ու պատմությունը։ Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ։ Ադրբեջանը դարերի պատմություն, իսկ հայերը Իրանից են բերվել ռուսների ձեռքով։ Հայաստանի տրամադրվածությունն այլ է։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ խաղաղությունն արդեն հաստատված է եւ որ անկախ Բաքվի հռետորաբանությունից իրենք այդ ճանապարհից չեն շեղվելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է
հաստատվել։ Եվ որպես խաղաղության հաստատման փաստ 2026-ի բյուջեում Հայաստանի կառավարությունն ավելի քան 15%-ով կրճատում է ռազմական ծախսերը եւ վերաձևակերպում բանակի գործառույթը։ Մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Իսկ ամերիկացի կոնգրեսականների նախագծով պատժամիջոցներ կսահմանվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների, նաև օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ Հայաստանի դեմ թշնամական գործողություններին աջակցելու համար։ Պատժամիջոցները կներառեն ադրբեջանական պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք եւ ֆինանսական սահմանափակումներ։ Իդեպ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին կոնգրեսականների օրինագիծը համարում է Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ոչ թե իրական, այլ սիմվոլիկ գործողություն։ Խաղաղության ակտը չափազանց ցածր չափանիշ է սահմանում Ադրբեջանի պատասխանատվության համար, իբր կանխելով միայն նոր ագրեսիան, սակայն արդարացնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները եւ հայկական տարածքների օկուպացիան։ Այն փաստացի թղթե վագրե կարծես կոշտ Երևանու համար, սակայն իրականում անիրագործելի եւ սահմանափակ շրջանակով։ Իսկ օրինագիծը ԱՄՆ նախագահի ստորագրությանը կներկայացվի միայն այն բանից հետո, երբ քննարկվի կոմիտեներում եւ համապատասխան քվեարկություններն անցնի կոնգրեսում։ Այն ընթացքում, երբ մենք մեր ներքին խոհանոցում էլ չենք հստակեցնում, թե որն է պահանջը, եւ ունենք մի քանի ուղիների տեսլական ու մեկն էլ, որը տարվում է պետական մակարդակով, Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների քրեական գործով դատավարությունը։ Դատախազությունը պահանջել է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Դատախազները դատարանում նշել են, որ թեև Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի եւ Մադադ Բաբայանի համար նախատեսված է ցմահ ազատազրկում, նրանց նկատմամբ չի կարող սահմանվել այդ պատիժը, քանի որ դատավճռու պահին նրանք արդեն հասել են 65 տարեկանի։ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն այդ տարիքը բացառություն է ցմահ պատժի համար։ Դատախազության պահանջով դատարանը պետք է նշանակի հետևյալ պատժաչափերը. ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, 20 տարվա ազատազրկում Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Մադադ Բաբայան, Մելիքսեթ Փաշայան, մյուսների մասով 16-ից 19 տարի։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է նոյեմբերի 27-ին։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեր առանցքային լուրերից է, ինչպես նախկինում այսուհետև եւս կլինեն Հայաստանի մասին ամփոփ վերլուծական տեսանյութեր։ Բարձրաբանեմ, որ դրանք ոչ գովաբանում են կառավարության աշխատանքը, ոչ էլ նսեմացնում, այլ միտված է միայն փաստն արձանագրելու, իսկ դատողությունները թողնում են ձեզ։ Ամերիկյան լուրերին անցնենք եւ երկու լուր միանգամից Նևադայից, մասնավորապես Լաս Վեգասից։ Վեգասում այսօր վաղ առավոտյան պայթյուն է արձանագրվել։ Ժամը 2:19-ի սահմաններում երկու տղամարդ ամբողջությամբ սև հագնված մոտեցել են Պիերոս ռեստորանի մուտքին եւ տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սար։ Նրանցից մեկը եղել է սկուտերով։ Սարքը մի քանի րոպե այրվել է, ապա պայթել, նյութական վնաս պատճառելով շենքին։ Պայթյունի մասին ահազանգը ոստիկանությունը ստացել է միայն առավոտյան 10:36-ին, երբ մաքրման աշխատակիցները նկատել են վնասներն ու տեղեկացրել իրավապահներին։ Շերիֆ Քևին Մկկահիլը վստահեցրել է, որ քաղաքին եւ Լաս Վեգաս Սթրիփի մասնավորապես որևէ վտանգ չի սպառնում, սակայն երկու կասկածյալները դեռևս հետախուզումն են։ Լաս Վեգասի իշխանությունները պատրաստվում են վերագործարկել այն հատուկ դատարանը, որը 2 տարի առաջ ստեղծվել էր Սթրիփում կատարվող մանր հանցագործությունները կանխելու համար։ Դատարանը նախկինում 1 տարի ժամկետով արգելում էր մեղադրյալներին մուտք գործել քաղաքի գլխավոր զբոսաշրջային գոտի Սթրիփ։ Ծրագիրը գովասանքեր արժանանում խոշոր կազինոների կողմից, սակայն քննադատվում էր իրավապաշտպանների ու դատավորների կողմից, մինչև այն ամբողջությամբ փակվեց։ Այժմ, երբ Լաս Վեգասում զբոսաշրջությունը անկում է գրանցում, այցելուների թիվը վերջին տարում նվազել է 11%-ով, եւ օրենսդիրները ցանկանում են դատարանը վերագործարկել որպես քաղաքացիների անվտանգության միջոց։ Նևադայի նահանգապետ Ջո Լամբարդոյի անվտանգ փողոցներ եւ խաղամասեր փաթեթի փոփոխությունը նախատեսում է վերականգնել Resort Corridor Court-ը, խստացնել պատժամիջոցները կրկնահանցագործների համար, խստացնել պատիժները փախուստ, հարձակում, մանկական պորնոգրաֆիա, հյուրանոցային աշխատողների դեմ բռնություն, DUI մահվան ելքով, ավելացնել նաև կիբերհանցագործությունը որպես առանձին հանցագործություն։ Խոշոր կազինոներն ու ազդեցիկ արհնյությունները պաշտպանում են այս գաղափարը։ Resort Corridor Court-ը զբաղվում էր Սթրիփում տեղի ունեցած մանր գողություններով, հարձակումներով,
թմրամիջոցների փոքր չափականակներով եւ անօթևանների դեմ։ Դատանի որոշմամբ ավելի քան 4100 մարդու արգելվել էր մուտքը ստրիտ եւ վերադարձի դեպքում նրանք կարող էին ձերբակալվել։ Իրավապաշտպանները դեմ են։ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը հայտարարում է, ծրագիրը ուղիղ թիրախավորում է անօթևաններին։ Նրանց խոսքով սա ոչ թե անվտանգության հարց է, այլ տեսանելի աղքատությունը հեռացնելու փորձ։ Նախորդ տարի Կլարկ շրջանը հաշվարկել է, որ կա մոտ 8000 անօթևան, որոնց մեծ մասը բնակվում է ստրիպի տակ գտնվող հարյուրավոր մղոնների թունելները։ Իրավապաշտպանների պնդմամբ նրանք հաճախ են հայտնվում վերևում, որպեսզի սնունդ կամ այլ իրեր տեղափոխեն դեպի ներքև։ Այս մարդկանց վրա էլ արգելքներ կիրառելը դժվարեցնում է նրանց կյանքը եւ ընդհանրապես չի լուծում խնդիրը։ Թողարկման այս հատվածում շնորհակալություն մեր գործընկերներին, 3 ամենահամեղ, ամենաազնիվ ու ամենավստահելի գործընկերներին։ Գերիս Մամս Բեքերին, Կոզանյան Meat and Decor Market-ին եւ Cosmo Palace Restaurant and Banquet Hall-ին։ Ու շարունակենք լուրերն ու գանք Կալիֆոռնիա։ Ոստիկանությունն այսօր Լոս Անջելեսում ժամերով հետապնդել է ենթադրյալ գողացված ավտոմեքենա, որը զարգացրել էր մեծ արագություն քաղաքի տարբեր շրջաններում։ Հետապնդումը սկսվել էր քաղաքի արևմտյան հատվածում։ Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի տեղեկացման վարորդը ըստ մեղադրանքի գողացել էր արծաթագույն Ford Mach-ի մեքենա։ Վարորդը մի քանի անգամ արգելակել է այն ու թվում էր, թե պատրաստվում է ոտքով։ Փախչեց, սակայն կերկին վերադարձել ու շարունակել է փախուստը մեքենայով։ Հետապնդումը Կորեաթաունից մեկնարկելով ավարտվել է Ռիսիդայում։ Երկու ուղևորները սկսել են փախչել կանգնելուց հետո, բայց դա երկար չի տևել ու ինչն է հետաքրքիր, որ վարորդին անտեսել էին ոստիկանները, որը մեքենայից դուրս գալուց հետո ընդամենը կանգնել էր ու սպասում էր նրանց վերադարձին։ Նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ դաշնային կառավարությունը վերջապես վերաբացվեց։ 43-օրյա կոլապսը ավարտված է։ Անձնակազմի կառավարման գրասենյակը OPM-ը պաշտոնապես հրապարակել է այդ մասին իր կայքում, նշելով նաև, որ կարող են բոլորը վերադառնալ աշխատանքի։ Սակայն մի շարք դաշնային աշխատակիցներ պատմել են, որ ստացել են էլեկտրոնային նամակներ, որտեղ ասվում է, որ անհնար է աշխատանքի գրանցվել, քանի որ մի քանի աշխատավարձեր բաց են թողնված։ Ընդհանուր ծառայությունների վարչությունը GSA-ը եւ OPM-ը հայտնում են, որ վճարումները կփոխանցվեն այս շաբաթ նոյեմբերի 15-ին, սակայն բոլոր գործակալությունները նույն վճարային գրաֆիկով չեն աշխատում եւ օգտագործում են տարբեր վարձատրության համակարգեր, ուստի ոչ բոլորը կստանան վճարումները նույն օրը։ Սպիտակ տունը հրապարակել է նաև սուպեր վճարումների ցանկը, որոնք ներառում են հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած աշխատավարձերը։ Այսօր ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է TSA աշխատակիցների համար $10,000 պատկերավճարների մասին, նրանց, ովքեր բացառիկ ծառայություն են ցուցաբերել փակման ընթացքում։ Մենք ուսումնասիրելու ենք յուրաքանչյուր TSA աշխատակցի գործունեությունը եւ կանենք մեր հնարավոր լավագույնը նրանց աշխատանքը արժևորելու եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, որպեսզի նրանք եւ իրենց ընտանիքները վերադառնան կայուն վիճակի, ասել է նախարարը։ Նոեմը չի հստակեցրել, թե քանի աշխատակից կստանա այդ բոնուսները։ Միևնույն ժամանակ դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը այսօր շարունակել է թռիչքային սահմանափակումները 40 օդանավակայանում։ Այս երեկոյի դրությամբ հիմնական օդանավակայաններում առնվազն 6% թռիչքները չեղարկված են։ Վաղվա դրությամբ թռիչքների չեղարկումները պետք է իջնեին մինչև 10%-ի, բայց դեռևս հստակ չէ, արդյոք տրանսպորտային պաշտոնյաները կվերանային այդ ցուցանիշները, թե ոչ։ Սպիտակ տանն այսօր կայացել է նախաձեռնություն, որը կարող է էականորեն փոխել հազարավոր անչափահասների ապագան։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նոր գործադիր հրաման, որով ապագան խնամակալության միջոցով ծրագիրը ստանում է նոր շունչ, ավելի լայն մասշտաբ, ավելի մեծ հնարավորություն եւ ավելի զգալի ազդեցություն։ Միջոցառումը բացել է առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին էր սկսել այս նախաձեռնությունը, նկատելով, թե որքան երիտասարդներ են խնամակալական համակարգից դուրս գալուց հետո մնում առանց աջակցության, կրթության եւ աշխատանքի։ Նրա խոսքով նպատակը մեկ բան է՝ տալ իրական հնարավորություն կյանքը նորեջից սկսելու համար։ Նախագահ Թրամփն ընդգծել է, որ նոր գործադիր հրամանը միավորում է ամբողջ համակարգը՝ դաշնային գերատեսչություններ, համալսարաններ, խոշոր ընկերություններ եւ բարեգործական կազմակերպություններ։ Նպատակը ստեղծել համապետական աջակցման լայն ցանց, որը կուղեկցի խնամակալական համակարգից դուրս եկող երիտասարդներին, ապահովելով աշխատանք, բնակարան, կրթություն, առողջապահություն ու ֆինանսական կայունություն։ Թրամփը նշել է, որ երկար ժամանակ պետական քաղաքականությունը խոչընդոտում էր կրոնական եւ կամավորական կառույցների ակտիվորեն մասնակցելու այս ոլորտին, եւ այժմ այդ սահմանափակումներն ամբողջությամբ վերացվում են։ Ամփոփելով, նախագահն ասել է. նպատակը պարզ է՝ այսօրվա անապահով երեխաներին դարձնել վաղվա ուժեղ, կրթված եւ հաջողակ քաղաքացիներ։ Լյուրիջին երկրորդ անգամ հաջողությամբ է արձակել իր հզոր New Glenn հրթիռը, ուղեցիր տանելով NASA-ի երկու փոքր արբանյակ, որոնք ուղևորության են մեկնում Մարս
ուսումնասիրելու թե ինչպես է Արեգակի քամին աստիճանաբար քայքայել Կալմիդ մոլորակի երբեմնի խիտ մթնոլորտը։ Սա Amazon-ի եւ Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ամենախիզախ նախագիծն է։ Առաջին արձակման ժամանակ այս տարվա հունվարին Նյու Գլենը հասել էր ուղեցիր, սակայն նրա վերաօգտագործվող առաջին փուլը չէր կարողացել անվտանգ վայրեջ կատարել։ Այս անգամ հիմնովին արդիականացված Never Tell Me the Odds անունով առաջին փուլը կատարել է կատարյալ վայրեջ ծովային հարթակի, արժանանալով Blue Origin-ի թիմի ծափահարություններին։ Հրթիռի երկրորդ փուլը շարունակել է թռիչքը դուրս գալով երկրի ձգողական դաշտից։ Իսկ հատապումից 33 րոպե անց այն արձակել է երկու արբանյակները՝ Blue-ն եւ Gold կոչվող փոքր հետազոտական սարքերը։ NASA-ի պատվերով կառուցված առաքելությունը ընդամենը $107.4 միլիոն է արժեցել, անհամեմատ էժան ավանդական մոլորակային առաքելություններից։ Այսօրվա համար այսքանը։ Եթե բաց եք թողել մեր օրվա առաջին թողարկումը, որը շատ հետաքրքիր թեմաների մասին էր, խորհուրդ եմ տալիս դիտել, այն կարող եք գտնել մեր ալիքում, թեև հղումը կկցեմ այս հատվածում։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։